Մեր պատմությունը սկսվեց, երբ որոշեցինք փնտրել թաքնված, անտեսանելի դիլիջանցիներին։ Դուրս եկանք փողոց, քայլեցինք, նորից քայլեցինք։ Ու հա, վերջապես հանդիպեցինք Լիային։ Նա համայնքային կենտրոնում 5 գդալների ու դանակների պոչերից զարդեր սարքեց։ Նա ասում է. ամեն բան նյութից է սկսվում, բայց պատմությունն ավարտվում է մարդկանց մոտ։ Նեղլիկ փողոցներից մեկում հանդիպեցինք Եվային։ Եվան բակում, հուզված, մայրիկին նվիրված երգի փորձն է անում։ 2 օրից ռեստորանում իր ծննդյան հավաքույթի ժամանակ երգելու է հյուրերի ներկայությամբ։ Դիլիջանցի Արարատ Պապիկը վարչապետի մեր թեկնածուն է։ Ինքն առաջադրվեց, մենք էլ մեր ձայնը տվեցինք նրան։ Բարեք, որ վարչապետ ընտրելուս եք, գազեք բեր պարոն Վարդանյան կա։ Միած այդ բանա կոչեք։ Եկեք մի հատ կոֆե խմեն էտ երեխեքը։ Էտա դու ամաչում ես, դու ոչինչ ստեղ կաղն երեխեք խմեն։ Մկրտիչ պապին ծիրանի տոպրակով տուն գնաց։ Մարետ տատին ծիրանի ջեմի բույրը տարածեց, մեզ էլ հյուրասիրեց։ Հա, սպասեք, բերեմ, լավ, սպասեք։ Եկեք նստեի։ Հացեր բերեք, թե նենց կփորձեք։ Չէ, ես լավ շնորհակալություն։ Վերցրեք, ամեքդ մի քթալը վերցրեք։ Արի, ազգ, դու էլ արի։ Ահա։ Շամախյանի Այգեստան փողոցում մեր դասընթացավար Հայկի տատիկին հյուր գնացինք, նրա ջեմի ծիրանները կերանք։ Լիմանշ կանանց սալոն մի ասա, կանանց դրախտ ասա, սուրճի բույր, խոսք ու զրույց, գունավոր ուղիղ գծով երկար ունքեր, հարդարչիկ համուն տված բլոնդ մազեր, կանանց դրախտը թողենք նրանց։ Տիկին Անահիտը հյուսել էր շունիկն ու նապաստակը, մինյոնի ոտքը։ Կավագործ Արսենը բաժակը կապույտ երիզով ներքեց։ 4 տարեկան մերին Ռուսաստանից Արամ Պապիկին այցի է եկել։ Դիլիջանի մարզահամալիրում հանդիպեցինք Սասուն Ղամբարյանին, դպրոցի տնօրեն, ըմբշամարտի մարզիչ ու համ էլ մեր խմբի Լեոնիդի քեռին։ Ըմբշամարտը ֆիզիկական վարժություն չի, մարդու ձևավորման ճանապարհ է, ասում էր նա։ Ու երեխաները՝ Արայիկը, Էրիկը, Սեյրանը, Հովոն, Արթուրը, Մարտինը, Մհերը ու բոլորը ոչ միայն սովորում են ընկնել վեր կենալ, այլ նաև հավատալ իրենց ուժին։ 90-ամյա Գրիշա պապին ու Դարիկո տատին միասին են արդեն 64 տարի։ Ես կոֆեն վայա, ինչքան կողմի գահն եմ թատվում։ Ինք Շամախյանն, յուղալել է ստեղածում։ Շամախյանն։ Ես Դիլիջան։ Պոս քրիսալ է, հետո Շամախյան, վերջ Դիլիջանի պոստի է, պոս։ Ես դեմ, հենց ես թամնել ծմերը մեստան։ Ինքը Դիլիջանից ավելը ներից իրել եմ ստեղ իր։ Սա Դիլիջանն է, իր արդեն տեսանելի դարձած բնակիչներով, որոնք երբեք չէին անհետացել։ Նրանք տանն էին, մենք նրանց այցի գնացինք։